Պարոն Խաչատրյան, Արագածոտնի մարզի մի շարք համայնքներում մարզպետի հրահանգով աշխատանքից ազատվել են մի շարք դպրոցների տնօրեններ, ոմանք ժամանակավոր պաշտոնակատար են դարձել, ոմանք առհասարակ հեռացվել են աշխատանքից։ Ուզում եմ մի փոքր այս հանգամանքի մասին զրուցենք կառավարման տեսանկյունից, որքանով սա կարող է արդյունավետ լինել, եթե մյուս կողմից հաշվի ենք առնում, որ շատ դեպքերում գյուղերում կամ գյուղական այդպիսի փոքր համայնքներում դպրոցներում աշխատում են ընտանիքի անդամներից կամ բարեկամներից մի քանի հոգի են աշխատում եւ տարբեր պաշտոններում։ Դե ամեն կոնկրետ դեպք պետք է անհատապես դիտել, ինչի համար են հեռացվել, բայց գյուղերում իրոք այդ խնդիրը կա, այսինքն որ դպրոցում աշխատում են նույն ընտանիքի, նույն գերդաստանի անդամներ, բայց ասեմ, որ այդ խնդիրը վաղուց կա, այսինքն սովետական տարիներից այդ խնդիրը կա։ Պարզապես ինչն է փոխվել հիմա։ Հիմա փոխվել է հետևյալը, քանի որ աշխատատեղերի թիվը ընդհանուր շատ սահմանափակ է, նոր աշխատատեղեր չեն ստեղծվում, դպրոցը դառնում է այն նեղ օղակը, որի շուրջ խմբավորվում են շատ մարդիկ։ Այսինքն, եթե մարդը ապրում է գյուղում, դպրոցը աշխատելու լավագույն տեղերից մեկն է, որովհետև ինքը ապահովում է որոշակի կայուն աշխատավարձ, կայուն եկամուտ, հնարավորություն է տալիս ամառային ամիսներին զբաղվել նաև գյուղատնտեսական աշխատանքով։ Դրա համար հիմա դպրոցում աշխատելու ցանկությունը գյուղերում շատ է, մեծ է, եւ դա էլ բնականաբար ինչ-որ դեպքերում սուբյեկտիվ գործոններով վերում է նրան, որ այն մարդը, ով տնօրեն է, ինքը հնարավորություն է ստանում ավելի շատ թվով մարդկանց տեղավորել դպրոցում աշխատանքի։ Սա է հիմնականում, այսինքն եթե մենք ստեղծենք շատ աշխատատեղեր, դպրոցների շուրջ այս լարվածությունը կթուլանա եւ առանձին դեպքերում սա պայմանավորվում է նաեւ ընտրությունների հանգամանքով, որ ընտրություններին երբ որ դպրոցները մասնակցում են, դրանից հետո ընտրության արդյունքներից հետո որոշակի ճնշում է գնում դպրոցի վրա, որ տեսեք մենք աջակցեցինք, որպեսզի ձեր քաղաքական ուժը հաղթի ձեր թեկնածուն, հիմա խնդրում ենք դրա դիմաց հնարավորություն տվեք, մենք էլ մեր մարդկանց դպրոցներում տեղավորենք կամ սա է, այսինքն մյուս գործոնն էլ սա է, դպրոցների մասնակցությունը քաղաքական պրոցեսներին։ Այսինքն սա կատարվում է նաև այդ քաղաքական պրոցեսներից զերծ պահելու համար։ Ես չեմ կարող ասել այս պահին ինչով է պայմանավորված Արագածոտնում, բայց գիտեմ, որ այդ հրապարակումը հիմնականում եղել է միայն Արագածոտնի մասը, բայց եթե օրինակ նույն Երևանը նայենք, հենց այս օրերին բազմաթիվ տնօրեններ դարձել են ժամանակավոր պաշտոնակատարներ, պարզ պատճառով, որ այն ժամկետը լրացել է պաշտոնավարման եւ պետք է անցկացվեն նոր ընտրություններ։ Հիմա եթե այս տեսանկյունից նայենք, սա նորմալ աշխատանքային պրոցես է եւ միշտ էլ ժամկետը լրանալուց հետո նշանակում է պաշտոնակատար մինչեւ նոր ընտրությունները։ Բայց եթե խնդիրը պայմանավորված է նրանով, որ տնօրենին հեռացրել են աշխատանքից, դա արդեն ուրիշ խնդիր է, պետք է նայել ինչի համար։ Սա սոցիալական նոր, այսպես ասած, խնդրի առջև չի կանգնեցնի քաղաքացիներին, նաև գյուղական համայնքի բնակիչներին, որովհետև դժգոհություն էլ կա նաև այս աշխատանքից ազատված տնօրենների շրջանում, նաև ուսուցիչների, ովքեր բարեկամական, ընտանեկան կապերի մեջ են գտնվում, մեկը մյուսի հետ։ Գիտեք ոնց, ամեն դեպքը պետք է լինի հիմնավորված, մենք չպետք է այնպես անենք, որ ունքը սարքելու փոխարեն աչքը հանենք, որտեվ նույն գյուղերում էլ կան առանձին դեպքեր, որ նույն բարեկամը, նույն ազգականը բավական արժանի է այդ աշխատանքը կատարելու, եւ այս պարագայում արդեն կարծում եմ, որ սուբյեկտիվ կլինի, եթե այդ մարդուն մենք հեռացնենք։ Պետք է ամեն դեպքը անհատական նայել։ Իսկ առհասարակ, պարոն Խաչատրյան, ձեր գնահատմամբ սա սոցիալական բողոքի ալիք չի բարձրացնի նորից։ Եթե անհիմն լինեն, այո։ Նայած, եթե մարդը վատ է աշխատել, իրան հեռացնում ենք, նորմալ է, բայց եթե հեռացնում ենք, որտեղ ինքը ինչ-որ մեկի բարեկամն է, դա հիմք չի մանավանդ գյուղերում, որտեղ
իսկ ուր կնա այդ մարդը աշխատելու, եթե մասնագիտությամբ մանկավարժ է։ Սա պետք է դիտարկենք արդյոք վարչապետի հոկտեմբերի 13-ի կառավարության նիստում տված հանձնարարականի շրջանում, երբ Լևոն Մկրտչյանին հանձնարարվեց, որ բացառեն այդ ազգակցական բարեկամական կապերով հանրակրթական դպրոցներում ղեկավար պաշտոններում մեկը մյուսին նշանակել այդ ընտանիքի անդամ, բարեկամ, քավոր Սանիկ այդ սկզբունքը, երբ որ ասեց, որ պետք է բացառվի։ Գիտեք ոնց, ես կարող եմ այդպիսի ենթադրություն անել, որ եղել է հրահանգ, որոշակիորեն վերանայել եւ հիմա հնարավոր է, որ նախարարությունը մարզպետարանները փոխեն իրենց աշխատավոճը եւ առաջիկայում որոշակի փոփոխություններ լինեն, որտեղ սա հանրային մեծ հնչեղություն ունեցող հարց է եւ եթե այդ ուղղությամբ փոփոխություններ լինեն, դա դրական կազդի։ Վերջին տարիներին բավական այդ իմաստով դպրոցներում ընթանում էր կուսակցականացման process, ինչ որ դպրոցները հայտնվել էին հսկողությունից դուրս ինչ որ իմաստով, բայց հիմա ոնց որ ավելի ենթադրում եմ, որ վարչապետի այդ խոսքերից հետո որոշակի զգաստացում համակարգում կլինի։